Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են սպասվում մեր երկրում, ինչպես եք տեսնում ուժերի դասավորվածությունը, ինչպիսին կլինի, կհաջողվի նորից Փաշինյանի իշխանություն վերցնի, այդպես իրենք պնդում են, որ ավելի շատ են ձայներ հավաքելու եւ այսօրվա անդիմադիր դաշտը, ինչպիսին եք ձեր պատկերացմամբ կհաջողվի հասնել իշխանափոխության։ Եթե անդիմադիր դաշտում չլինի, ինչպես այսօրը, չլինի միասնական կամք, ես կարծում եմ միասնական կամք ասելով միասնաբար ընտրությունների գնալու կամք, ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի վերարտադրվել։ Ինչ պետք է անի օրինակ ընդդիմությունը, տեսեք տարբեր ուժեր, օրինակ ՀԱԿ-ը, Լևոն Տեր-Պետրոսյան առաջին նախագահ կոչ անում համախմբվել նորաստեղծ ուժի հետ, Լևոն Տեր-Պետրոսյանը կոչը արեց, մարդիկ չեն համախմբվում, ամբողջ խնդիրը նա որ պետք է համախմբվել։ Այսօր կարիք չկա խոսելու մենք այս հարցի նրբությունների մասին ինչ ենք մտածում մյուս հարցի։ Պետք է կարևորագույն հարցերի մասին միասնական ճակատ ստեղծել։ Մեկը դա եկեղեցու հարցն է, իսկ միասնականորեն ընդդիմությունը պետք է հայտարարություն անի, որ ձեռքերը հեռու պահի եկեղեցուց։ Մեկը դա է։ Մյուսը քաղաքաբանտարկյալների հարցն է, երրորդը այս տեսակ հարցերն են, որի մասին քիչ առաջ խոսեցինք, եւ ընդհանրապես խոսքի ազատության, պետական միջոցների օգտագործման։ Այդ հանրայինին մարդիկ նայում են, գիտեք, մեր ընդդիմությունը նայում է մատերի արանքով, ասում է դե լավ, հիմի Նիկոլի համար է աշխատում, ոչինչ, մենք էլ YouTube-ներ ունենք, Facebook ունենք, բան ունենք։ Ոչ, դա աշխատում է պետությանը քաղաքացիների վճարած հարկերով։ Ուրեմն ընդդիմությունը պետք է տեր կանգնի քաղաքացիների վճարած հարկերին, որը նույնպես կարող էր չէ լինել։ Եվ էլի մի շարք հարցեր կան։ Այդ նույն ընդդիմությունը կարող է միասնական հայտարարություն անի, որ ինքը խաղաղությանը դեմ չի, որ ինքը ընդունում է մինչև այսօր եղած բոլոր պայմանավորվածությունները, դա շատ կարևոր է, որովհետև անընդհատ իրանք այդ են խաղարկում, որ այ մենք, չգիտեմ, թրիփ արեցինք, Զանգեզուրում, Սյունիքում, հիմա իրանք կգան այդ թրիփը կջնջեն։ Նախ դա հնարավոր չի, նախ այդ պետք է բացատրեն հասարակությանը, որ դա հնարավոր չի այդ թրիփը ջնջել կամ որևէ այլ պայմանավորվածություն ջնջել, բայց հնարավոր է դրանց վրա հիմնվելով ստանալ այլ որակներ, ուրիշ որակներ ստանալ։ Այս սրանով պետք է զբաղվի ընդդիմությունը, որով չի զբաղվում։ Այնտեղ երևի մտածում են առաջի համարն ով լինի, երկրորդ համարն ով լինի, բայց ես քաղաքական ոչ թե քաղաքականությունից, այլ քաղաքական կոնյունկտուրաներից հեռու մարդ եմ, չգիտեմ ինչ է կատարվում։ Իշխանությունը Փաշինյանը հայտարարում է, որ իրենք խաղաղություն են ուզում, խաղաղություն են բերել, ընդդիմությունը գա պատերազմ է լինելու։ Այս թեզին ինչպես կարձագանքեք։ Դա գիտեք, դա ես sense մի բառով կարող եմ ասել, որ դա գրեհիկ հռետորաբանություն է։ Ով ասաց, որ դուք խաղաղություն եք բերել, եւ ով ասաց, որ ընդդիմությունը գա, այդ որ ընդդիմությունն է իր խելքը գցել, որ գա ու բերի պատերազմ։ Հա, մարդը գալիս է իշխանության պատերազմ բերի, որ ինչ անի, որ պատերազմի հոգսի տակ ճկռի, հա։ Այդ մարդիկ եթե մի քիչ սկսեն մտածել, այդ ամեն ինչ շատ պարզ բան է, կհասկանան։ Լավ, ասում եք ընդդիմությունը պետք է միավորվի, ում շուրջ կա այդպիսի ուժ, որը կա հիմա ունակ է միավորել ամբողջ ընդդիմադիր դաշտը։ Քիչ առաջ տվեցիք Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հստակ ասել էր, որ այսօր ֆավորիտը քաղաքական դաշտում Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան, ուրեմն շարժումն է, թե կուսակցությունն է, շարժում է կարծեմ, հա, ու դրա շուրջ պետք է համախմբվել։ Ես անընդհատ լսում եմ, որ ինչ-որ բանակցություններ են գնում բանանում, բայց վերջերս ոնց որ որքան հասկանում եմ, չի ստացվում արդեն այդ համախմբումը։ Նորաստեղծ ուժերի հետ կնքեցին, գուցե ընտրություններից հետո ստացվի, պարոն Պասկևիչյան, ինչ եք կարծում։ Ընտրություններից հետո դա այդ բանը, այսպես ասած, Գյումրիի տարբերակն է, դա էլ է տարբերակ, բայց դա մի քիչ երաշխավորված տարբերակ չի, որովհետև այստեղ միավորումը շատ կարևոր էր այն առումով, որպեսզի մարդկանց աթոռից հանես, ասես գնա ընտրության։ Երբ որ մարդիկ տեսնում են, որ մի շարք նույնիսկ իրար հակառակ ուժեր
միավորվում են, ասում են, հա, չէ, ուրեմն լուրջ է վիճակը, որ սրանք միավորվել են, մենք էլ մեզանից էլ հասնում է գնանք ընտրության։ Իսկ չմիավորվելու դեպքում այն ըստ տարբեր հարցումների բանի մի 60-62% անտարբեր կա։ Այդ մնացած 40%-ի հույսին է մնալու, այդ 40%-ի մեջ էլ բավական շատ ավարչական ռեսուրսը բան է եւ այլն, այսինքն դա կապահովի փոքր թվով, փոքր բանով իշխանության վերարտադրումը։ Այսինքն դուք պատկերացնում եք օրինակ Ռոբերտ Քոչարյանի ուժը, Սերժ Սարգսյանի ուժը, Լևոն Տեր-Պետրոսյանի ուժը միասնական որպես ընդդիմություն այդպես մեկ ցուցակով գնան։ Նայեք, դուք հիմա ձեր հարցով խոսում եք, ասենք, մեխանիկական գումարման մասին, բայց ասենք կան նաև այլ տարբերակներ, օրինակ նույն 21 թվականին նորից Լևոն Տեր-Պետրոսյանը մի առաջարկություն արեց, որը դարձյալ չընդունվեց, որ եկեք միավորված ձևով ստեղծենք ուրեմն տեխնոկրատների մի ցուցակ, որի մեջ չենք լինի ոչ ես, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ մեր շրջապատի առաջի դեմքերը։ Դա լինի տեխնոկրատներից կազմված մի ցուցակ, բայց մենք մեր ունեցած կարողություններով աջակցենք այդ ցուցակին։ Դա չընդունվեց, այսինքն սա մեխանիկական գումարում չի, չէ, սա կոնցեպտ է։ Այսինքն կոնցեպտներով պետք է մոտենալ, թե չէ մեխանիկական գումարում Սերժ գումարած Ռոբերտ հավասար է ինչ, լյուբով։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։